Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 13-ն է 2026 թվական։ Թիվ 1 իրադարձությունը, ինչքան էլ պատերազմի հետ կապված հետևանքները, զարգացումները շատ կարևոր են, այսօր ուշադրությունը սեղեռված է Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որովհետև Ուկրաինական պատերազմից հետո բոլոր ընտրությունները անխտիր, այդ երկիրը եվրոպական երկիր է, հետ խորհրդային երկիր, անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրությունների հետ կապված չէին կենտրոնանում, թե որ մեկնահարկերը պակասացնելու կամ ավելացնելու, որն է ինչպիսի սոցիալական քաղաքականություն իրականացնելու։ Ոչ թե դա կարևոր չէ ընտրողի համար, այլ պարզապես նոր աշխարհակարգի հետ կապված ուզում էին իմանալ մարդիկ ինչպիսի վերաբերմունք ունեն համաեվրոպական ծրագրերի մասին, ինչպիսի վերաբերմունք ունեն ընդհանուր հավաքական արևմուտքի ծրագրերի մասին, ինչպես են վերաբերվում Ռուսաստանի ագրեսիային եւ այլ եւ այլ։ Այսինքն դա նույնիսկ կապ չունի, դա Գերմանիայում էլ այդպես եղել ընտրությունները, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայի ստորին պալատի ընտրություններ, Մոլդովայի ընտրություններ, Ամերիկայի բոլորի դա վերաբերվում է նաև Հայաստանի, վերաբերվելու է Հայաստանի եւ պատահական չի, որ ասում են դրսից ազդեցությունը մեծալինելու հատուկ նման բաներ են անելու, փորձելու են ներքին անկայունություն առաջացնել, այնպես չի, որ դա միայն զուտ այդպիսի ցանկություն է, այս դա օրվա հրամայականն է։ Դրա համար հունգարական ընտրությունների հետ կապված մի քիչ խոսենք, որ հասկանանք ի վերջո ինչ կատարվեց։ Հունգարիայում հասկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Պետեր Մաջարի տիսակուսակցությունը ոչ միայն հաղթանակ է տարել, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ 16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանն իր Ֆիդես կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը եւ խոստացել շարունակել աշխատանքը գտնվելով ընդդիմության մեջ։ Պետեր Մաջարի խոսքով Տիսան եւ Հունգարիան միասին հաղթեցին այս ընտրություններում։ Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան եւ տապալել Օրբանի ռեժիմը։ Առանց ընտրատեղամասեր եկած եւ քվեարկածների սա հնարավոր չէր լինի։ Ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ երբեք այսքան շատ քվեարկողներ չեն եղել։ Իդեպ ընտրատեղամասերի փակվելուց 2 ժամ առաջ հայտնի է դարձել, որ ընտրությունների ռեկորդային բարձր մասնակցություն է գրանցվել 74.23, դա դեռ 2 ժամ առաջ։ Պետեր Մաջարն ասել է Հունգարիան կրկին ուժեղ դաշնակից կդառնա Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում։ Կշարունակենք իհարկե տարբեր ղեկավարների կարծիքներ այս հարցի հետ կապված։ Առաջին բարձր մասնակցությունը օգնեց ընդդիմության հաղթանակին։ Այն ինչի մասին պարբերաբար խոսում ենք, որ իշխանությունը ունի վարչական ռեսուրս եւ ինչ որ չափով աջակիցներ։ Եթե ընտրությանը ցածր մասնակցություն եղավ, այդքանը բավարար է, որ ինքը ստանա մեծամասնություն։ Այսպիսի մեծամասնության մասնակցությունը կոտրեց այդ հնարավորությունը Վիկտոր Օրբանի համար։ Հո դժվար չի պատկերացնել, որ ինքն էլ ուներ վարչական ռեսուրս, բայց դա չբավարարեց, որովհետև մասնակցությունը բավական մեծ էր, որովհետև պայքարը շատ կարևոր էր։ Հիմա հարց է ծագում, բա ինչու 16 տարի կարող էր Օրբանը ղեկավարել, ինչու էր հասարակությունն այդքան անտարբեր, ինչա Օրբանի ղեկավարման ժամանակ Հունգարիան Եվրամիության անդամ չէր, ՆԱՏՕ-ի անդամ չէր, ոնց էին հանդուրժում Օրբանին, որովհետև մարդիկ խիստ քաղաքականացված չէին, իրանց շատ ապահով էին զգում Եվրամիության անդամ ՆԱՏՕ-ի անդամ ելնելով, ապա քաղաքական էին, մի կողմ էին քաշվել հանգիստ իրանց համար Եվրոպայի սրտում ապրում էին։ Եվ ինչ որ մեկը կարող էր գալ իշխանության, իր ռեսուրսն օգտագործեր, ընտրվելուց հետո մի հատ էլ ընտրվեր եւ այլն, բայց երբ որ եկավ սկզբունքային պայքարի ժամանակ, երբ որ արդեն պետքա որոշում կայացներ որտեղ է Հունգարիան, մարդիկ ակտիվ ձևով մասնակցեցին եւ տապալեցին Օրբանի կառավարումը։ Հիմա նաև տեսնենք, Օրբանը գնացել էր ընտրության, այս ինչու եմ ասում, որ ուկրաինական պատերազմից հետո բոլոր տեղերն է այդպես։ Օրբանը գնացել էր ընտրության եւ ընտրության իրենց ամբողջ պլակատները ընդդեմ Եվրոպայի։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Եվրահանձնաժողովի նախագահ եւ Վոլոդիմիր Զելենսկու։ Իր ամբողջ ճառերը, ամբողջ հայտարարությունները, ամեն ինչ դուք պետք է պայքարեք, որ Զելենսկին չհաղթի Հունգարիայում։ Տպավորություն էր, որ Զելենսկին իր տեխնատությունը դրել էր Հունգարիայում։ Այդ տեսեք ինքը ձեր նավթը փակում է, ինքը ձեր դեմ է աշխատում։
Եվ Օրբանը տանում էր խաղաղության, ինքը մոնետիկներ, ինքն էր խաղաղություն բերել Հունգարիային, ձեզ ցանկանում են ներքաշել պատերազմի մեջ, ուզում են, որ դուք պատերազմեք, իսկ ինքը խաղաղությունն է բերել, ծանոթ չի ձեզ այդ բառերը, ահա, եւ այդպես ամբողջ ընթացքում այդպես էր գնում, որովհետեւ այս նույն Օրբանը դա վետո էր դնում հնարավոր բոլոր հարցերում, Ուկրաինան չպետք է դառնա Եվրամիության անդամ, քանի ինքը վարչապետ է։ Դե մարդիկ էլ ասին, դե եթե պայմանը դա է, ուրեմն դու վարչապետ չես լինի, որպեսզի Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ։ Ցանկացած հարցում, ցանկացած աջակցություն Ուկրաինային ինքը բոյկոտում էր։ Ցանկացած հարցում խանգարում էր, վետո էր դնում եւ այլ, այսինքն Եվ մեկ է ստացվեց այնպես, որ մյուս կողմն էլ ասում էր, բերեք դուրս շպրտենք Պուտինին Հունգարիայից։ Պատկերացնում եք, ինքնիշխան եվրոպական պետությունը Եվրոպայի սրտում գնում էր ընտրության, մեկը ասում էր դուրս հանենք Օրբանին, Զելենսկուն, մեկը Պուտինին։ Այսինքն փաստորեն Հունգարիայում Պուտինը պարտվեց, ժողովուրդ ջան, այդ ուղղակի իմանաք։ Եվ տեսեք, Օրբանին մի քանի անգամ հրապարակային աջակցել է Դոնալդ Տրամպը եւ բացի դրանից էլ ընտրություններից առաջ հենց Ջեյ Դի Վենսը գնաց Հունգարիա իր զորակցությունը հայտնեց, իր աջակցությունը հայտնեց, նաեւ Տրամպի անունից չնայած ինքը այնտեղ էր Տրամպը նոր գրառում արեց, էլի պաշտպանեց, որից հետո նոր ինքը գնաց Պակիստան բանակցությունների։ Եվ այդ պարագայում հունգարացի ընտրողը հասկացավ, որ ինքը պետք է ընտրի եվրոպական ինտեգրացիան, ինքը պետք է ընտրի, որտեղ իրանց ամեն ինչ անում էր Օրբանը, որ պոկեր Եվրոպայից։ Եվ այս պարագայում շատ կարևոր է, որ մարդիկ ցույց տվեցին իրանց վճռականությունը եւ ասին վերջ քո պաշտոնավարմանը։ Բայց երբ որ մենք մշտապես խոսում ենք Եվրոպայի հետ Հայաստանի ինտեգրման խորացման մասին, դե Հայաստանը հիմա էլ է ինտեգրված իր չափով։ Շատ դեպքերում ասում են, բայց չեք տեսնում Եվրոպայում ինչ է կատարվում, բայց ոնց է այնտեղ հնարավոր էր Օրբան իշխանության լիներ։ Էդ էլ ձեր Եվրոպան։ Հարգելիներս, այո, Օրբանը շատ սերտ հարաբերություններ ուներ Ալիևի հետ, չասենք ուներ, հիմա էլ ունի, չնայած արդեն որ պաշտոնի չի ում ինքը հետաքրքրում։ Էրդողանի հետ, Լուկաշենկոյի հետ, Պուտինի հետ եւ մեկ է Տրամպի հետ էլ որպեսզի դեմ գնա եվրոպական քաղաքականությանը։ Բայց կար մի կարևոր խնդիր, երբ որ մենք խոսում ենք եվրոպական ընտանիքին միանալու հարցում։ Մարդը գնաց ընտրությամբ իր քվեաթերթիկով, իր քվեարկությամբ Օրբանին ուղարկեց տուն։ Պուտինի Ալիևի, Էրդողանի, Լուկաշենկոյի ընկեր Օրբանին քվեաթերթիկով ուղարկեց տուն։ Ահա սա է Եվրոպան, այն ինչի մասին, որ մենք խոսում ենք։ Իսկ դուք կարող եք Ալիևին, Էրդողանին, Պուտինին եւ Լուկաշենկոյին քվեաթերթիկով տուն ուղարկեք, ժողովուրդ ջան։ Այս սա է Եվրոպան։ Ինչի՞ չենք նայում, որ եթե Եվրոպան հանդուրժում է Օրբան, որը այնքան քաշ ուներ իր պետությունը, որ կարողանում էր վետո դնել համաեվրոպական ծրագրերի։ Սա էլ նրանց համար, ովքեր ասում են, մենք որ Եվրոպա գնանք, ի՞նչ տարբերություն, Ռուսաստանի ֆորպոստն ենք, թե Եվրոպայում, ում ֆորպոստը պետք է լինես Եվրոպայում։ Եթե Օրբանը, որ նույնիսկ վատ բան էր անում, բայց ի վիճակի էր անել, սա է Եվրոպան։ Այո, շատ վատ բան էր անում համաեվրոպական ծրագրերին, բայց իր պետությունը իր լիազորությունների սահմաններում դա կարողանում էր անել։ Եվ ոչինչով չէին կարողանում նրա վրա ազդեին։ Այս է նշանակում եվրոպական ընտանիքի անդամ պետություն լինել։ Եվ սա է նշանակում, որ եթե ուզում ես տուն ուղարկես, եթե դու հասկանում ես, որ հիմա նոր աշխարհակարգ է եւ պետք է ժողովուրդը մոբիլիզացվի, այո, նաև քաղաքականացվի եւ այդ սխալ ուղի, որ իրանք բանի տեղ չէին դնում ուշադրությամբ, իսկ սրանք կոռուպցիայով, հազարամյա աշխատած փողերով հանգիստ գնում էին քաղտեխնոլոգիայով, հերթական անգամ Օրբանը ընտրվում էր, ասին վերջ, դա վերջը տրված է, որովհետև նոր իրականության համար դու մեզ պետք չես։ Այսինքն սա նաև նրանց համար, ովքեր որ ասում էին, առաջինը եվրոպական ընտանիքում որքանով մենք կլինենք ինքնիշխան, ինչպես տեսնում եք Հունգարիան կարողանում էր, եւ մեկ էլ ինչպես է հնարավոր
անցանկալի մարդուն տուն ուղարկել, ուղարկում ես քվեարկությամբ եւ մեկ էլ եթե շատ ես մասնակցում, ճանաչելիության խնդիր չունի իշխանությունը, վարչական ռեսուրսի խնդիր չունի իշխանությունը, ֆինանսական ռեսուրսի խնդիր էլ չունի իշխանությունը, որովհետեւ դե որ աշխատում են, շատերի հետ էլ աշխատում են։ Եվ այդ բոլորը ընդամենը ակտիվ քաղաքացու քվեարկությամբ ուղարկում են տուն։ Հիմա դա նայեք եւ մտածեք, որտեղ կարող է լինել Հայաստանը, որ կարողանա դա անել։ Առավոտից երեկո մտածում են, ասում են, բերեք բոլոր ռուսամետներով համախմբվենք, որպեսզի կարողանանք Նիկոլ Փաշինյանին հաղթենք։ Հարգելիներս, Նիկոլ Փաշինյանի այսօր Հայաստանը Պուտինի, Լուկաշենկոյի ընկերն է։ Այդտեղ քվեաթերթիկով տուն չեն ուղարկում։ Ռուսաստանի օգնությամբ։ Եթե ուզում եք քվեաթերթիկով ուղարկեք, դա պետք է լինի քաղաքակիրթ արևմուտքի հետ ընտանիքի անդամ լինելու ծրագրով։ Ոչ թե Ռուսաստանի, որտեղ Ռուսաստանում քվեաթերթիկով տուն են ուղարկում, Պուտինին քվեաթերթիկով տուն կուղարկեք։ Բայց դրա համար Հայաստանի ապագայի հետ կապված, որ ասում ենք, սա չի ճանապարհը, դա ենք ասում, Ժորժ ջան։ Իսկ հիմա շարունակությունը նայենք։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց Հունգարիան կայացրել է իր որոշումը, շնորհավորում եմ Պետր Մադյարին ընտրություններում հաղթելու կապակցությամբ, անհամբերությամբ սպասում եմ համագործակցությանը հանուն հզոր, անվտանգ եւ ամենակարևորը միասնական Եվրոպայի։ Մարդը հաղթել է, եվրոպական ծրագրով հաղթել է, ամբողջ երկիրը ողողած էր Իրա եւ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկարներով, որ տեսեք ուզում է Եվրոպանի դիկտատուրան հաստատի Հունգարիայի վրա, բայց մարդը ասում է, ես որ ընտրվել եմ, արդեն կորոշեմ առաջի իմ այցելությունները Լեհաստան, Ավստրիա, նոր Բրյուսել։ Բայց այդ ինչի վախ որ այդ չէր գնում Բրյուսել առաջինը։ Այս է ձեր հարցերի պատասխանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարության հաղթանակը, հունգար ժողովրդի հավատարմությունը Եվրոպական միության արժեքներին եւ Հունգարիայի հավատարմությունը Եվրոպային։ Կոչ եմ անում միասին առաջ շարժվել դեպի ավելի ինքնիշխան Եվրոպա, հանուն մեր մայրցամաքի անվտանգության, մեր մրցակցության եւ մեր ժողովրդավարության։ Սա էլ Մակրոնի կարծիքը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն։ Հունգարիան ընտրել է Եվրոպան, Եվրոպան միշտ ընտրել է Հունգարիային, միասին մենք ավելի ուժեղ ենք, երկիրը վերադառնում է եվրոպական ուղուն, Եվրամիությունը դառնում է ավելի ուժեղ։ Այո, հարգելիներս, ես ուզում եմ, որ մենք ոչ թե մենակ էմոցիոնալ ձևով մտածենք, որ Էսեն Օրբանն է, որը Ռամիլ Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին, նրանք էլ հերոսացրեցին, Գուրգեն Մարգարյանին սպանեկացնահարելու համար, այդ ակնհայտորեն դա ինքն է արել եւ համապատասխան գումարի չափն էլ գիտեն։ Այս ես ավելի գլոբալը ուզում եմ նայեմ։ Այս ամեն ինչը զուտ մենակ այդ խնդրով չի պայմանավորված։ Այս կարգի մարդկանց հենց պետքա մերժի Եվրոպան, որովհետեւ ինքը իր կերպարով արժեզրկում էր նաեւ Եվրոպայում այն արժեհամակարգը, որ ինքը փողի դիմաց դա արեց, չէ՞։ Այսինքն սա էլ է վերադարձ այն նորմալ իրավիճակին, ինչի համար որ մենք կարևորում ենք եվրոպական ընտանիքի անդամակցությունը։ Դրա համար առաջիկա ընտրությունների հետ կապված մենք էլ իհարկե կմտածենք, թե ինչքան կարևոր է նաև մեզ համար, որ այդ գիծը հստակ պահել եւ շատ դեպքերում, երբ որ մարդիկ ասում են ավելի շատ պետք է խոսել նաև ներքին խնդիրների մասին, իհարկե շատ կարևոր է ներքին խնդիրները, հնարավոր չէ ներքին խնդիրների մասին չխոսել, նաև ծրագիրը առաջիկա օրենքով սահմանված կարգով եւ շրջանակներում կուսակցությունն է մասնակցում ընտրությունների, նշանակում է կուսակցության անունից կուսակցության ղեկավարը Հայաստանի Շնորհապետական կուսակցության Գուրգեն Սիմոնյանը կներկայացնի նաև նախընտրական ծրագիրը, որի մասին մենք կխոսենք։ Մենք ընդհանրապես խոսում ենք թե այն սկզբունքները, ինչի համար ենք մենք ուզում այս ընտրության ընթացքում ինչպիսի իշխանություն ձևավորվի, ինչ անենք, ինչպիսի արժեքներ եւ ինչպիսի խորհրդարան ունենանք։ Հիմա նայենք Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդան ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խաղաղությունը չէ բերել, չենք մոռացել, ամբողջ քաղաքում ողողած է իր խաղաղության սրտիկներ եւ ասում է, որ հարաբերությունները պետք է լավացնենք Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, շատ կարեւոր է հատուկ Թուրքիայի հետ շատ լավ աշխատում ենք եւ այլ եւ այլ։ Հիմա Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այն չէ, որ գործին անտեղյակ մարդ է, թե ինչա կատարում Հայաստանում, Ադրբեջանում եւ ինչա ընդհանրապես կատարվում։ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ոնց։
Ֆիդանը այն սրտիկը չի տեսել, չեմ հասկանում։ Չի տեսել, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ 1000 տարով խաղաղություն է հաստատել։ Լրիվ տեղյակ չի, հա, փաստորեն։ Փաստորեն, ժողովուրդ ջան, պարզվում է Թուրքիան թե ինչքան ենք մենք հավատում Թուրքիային եւ նրա ջանքերին, դա արծի մի կողմն է։ Այդ մենք ու մերոնք ենք խոսում ենք։ Բայց եթե Թուրքիան հրապարակային խոստովանում է, որ այս գործի մեջ պետք է ջանքեր գործադրել, որ խաղաղություն հաստատվի։ Բա մի րոպե, բա Հայաստանը խաղաղություն ուզում է, Հայաստանը հայտարարում է խաղաղությունը եկել է, բայց պարզվում է խաղաղությունը չի եկել եւ դրա համար ջանքեր է գործադրում Թուրքիան, որ գա, ով է այդ խաղաղությանը դեմ, որ ջանքեր է պետք գործադրել։ Ադրբեջանը, բա ում անունից է Նիկոլ Փաշինյանը մեզ խաղաղություն խոստանում։ Ալիևի, Ոսկե Ալիևին չի կարողանում իր ջանքերով Թուրքիան։ Եթե Թուրքիան նույնիսկ խաղեր է տալի, ոչ մի ջանքեր չի գործադրում։ Բայց Թուրքիան սա ինչ է ասում։ Այդ խաղաղությունը հաստատված չի։ Չենք ուզում լսենք դա ինչ է նշանակում։ Ում անունից է ինքը ասում, որ դա հաստատված չի։ Ինքը չի ասել, որ մենք հարաբերություն չենք կարգավորել Հայաստանի հետ, մինչև Հայաստանը պահանջները չկատարի Ադրբեջանի։ Կկատարես Ադրբեջանը գոհ կմնա, կանենք չի լինելու նենց, որ մենք մի որոշում կայացնենք, որը համաձայնեցված չլինի Ադրբեջանի հետ։ Այսինքն հիմա հասկացաք, ժողովուրդ ջան, ինչա ակնարկում ընտրություններից առաջ Հական Ֆիդանը, մեր ընտրություններից արդեն առաջ։ Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում էսկալացիան կանխելու ուղղությամբ Անկարայի ակտիվ քայլերը դրսևորվում են նաև դիվանագիտական ոլորտում, այդ թվում տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողների ուժերի հավասարակշռություն ձևավորելու նպատակով։ Իրավիճակի ցանկացած փոփոխություն եւ անկայունություն տարածաշրջանում այսպես թե այնպես ազդում է Թուրքիայի վրա։ Ուստի Անկարան պարտավոր է ունենալ աշխարհի տարբեր մասերում, այդ թվում Հարավային Կովկասում ընթացող գործընթացների պետական տեսլականի հեռանկար, ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։ Այսինքն, իրավիճակի ցանկացած փոփոխություն անգամ Թուրքիայի պես պետության վրա շատ լուրջ ազդեցություն է ունենում։ Ու դրա համար իրանք այդ ամեն ինչը ուսումնասիրում են, որ կարողանան իրավիճակին տիրապետել։ Հիմա այս ձևով, հարգելիներս, դուք ստացաք այն հարցի պատասխան ու պատահական չէ։ Ադրբեջանից եկած քաղաքասարակության ներկայացուցիչներն էլ մեզ ներկայացնում են, որ ասմանտեղ իրանք շատ անհանգիստ են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որ հանկարծ իրենց պայմանավորվածությունները չխախտվեն։ Այսինքն իրանց համար պայմանավորվածությունները չխախտվել նշանակում է իրանց սրտի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Այդ մարդիկ, որ գնացել էին ցուցակը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված, չէ՞։ Կարող եմ մտածել, որ պատահական կարող է մեկը գնար, որ իշխանության տեսակետին հակառակ կարծիք ունենար։ Այսինքն մարդիկ եկել են եւ ասում են Ադրբեջանը անհանգիստ են, որ Հայաստանի ընտրությունների ժամանակ հանկարծ իրավիճակ չփոխվի։ Ուրեմն իրանց լրիվ գոհացնում է Փաշինյանի իշխանությունը եւ ձեռք բերած պայմանավորվածությունները։ Ավելի պարզ ոնց ասեն, ժողովուրդ ջան։ Իսկ այսօր նախընտրական հերթական հանդիպումն ուներ Նիկոլ Փաշինյանը, աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպումը ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։ Մանրամասը չեմ ասի, ինչի մասին են խոսել, բայց մի հարցի վրա իրանք կանգ առել, դա ասենք։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջապուլ, ինչն իհարկե կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից։ Այսինքն այսօր գործարարների հետ հանդիպումը ընտրություններից առաջ եւ ասում նոր որակի հնարավորություններ կունենանք TRIP-ի պարագայում։ Վստահ ենք, որ TRIP-ը իր գրաֆիկով գնալու է եւ կյանքի է կոչվելու եւ այն սպասելիքն, որ մենք ունենք, TRIP-ի հետ միասին մենք դա կունենանք։ Ժամանակացույցը կանեն, ամեն ինչ կանեն, 5 տարում կկառուցեն եւ այլ, արդեն Թրամփը չի լինի, բայց իր անունը, իր բարի միտքը կմնա ճանապարհի վրա։ Չեմ կարծում, որ մի քիչ երկար կմնա իհարկե։ Բայց հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է եւ բացատրում է, որ մեր նոր հնարավորությունները կապված է TRIP-ով։ Այն դեպքում, երբ որ մենք տեսանք, ինչ ձևով կարող է դա կասկածի տակ դրվել
Ամերիկա եւ Իրան հարաբերությունների այս լարվածության պարագայում Բայց ըստ էության այսօր է Հայաստանը հաղթահարը շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ եւ իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաեւ, որ արտահանումներ եւս հնարավոր է իրականացնել երկաթուղով։ Իհարկե Վրաստանի տարածքով, մինչեւ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին թրիփ նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք։ Սա շատ կարեւոր է եւ քաղաքական պայմանավորվածությունը հետեւյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն դա եւ ներմուծման եւ արտահանման հուսալի ուղի ասել է վարչապետը։ Նախ Ադրբեջանի այդ ճանապարհը չի բացվել, ցանկացած բեռ, որը անցնում է Ադրբեջանով, դա անցնում է Ադրբեջանի համաձայնությամբ։ Համաձայնություն տվեց այս բեռը կանցնի, մյուսին համաձայնություն չտվեց, չի անցնի։ Ճանապարհը բաց է։ Հակառակ կողմից բեռներ գնում է։ Ճանապարհը բաց է։ Այսինքն կարող է հիմա մարդը բեռնի ապրանքը ստեղ պայմանավորվի, որ ուղարկում է Ռուսաստան եւ ուղարկի Ադրբեջանով, ու այդ ապրանքը կանցնի առանց պայմանավոր, բայց ինչ բաց ճանապարհը, եթե ամեն բեռի համար պետք է համաձայնեցնես։ Կթողեն թե չեն թողի։ Որ բիզնեսմենը այդ ճանապարհը կօգտագործի, եթե ամեն անգամ չգիտի այդ ճանապարհով այդ բեռը կանցնի թե չէ։ Բա հաշվարկ են անում ժամկետների հետ կապված, գների հետ կապված, գնագոյացման մեջ շատ կարևոր է թե տրանսպորտային ինչ ճանապարհով նա կանցնի եւ այլ անվտանգային ինչպիսի խնդիրներ կլինեն, ով է իր վրա վերցնում ապահովագրությունը այդ դեպքում։ Ստացողը, առաքողը ռիսկ կանի Ադրբեջանի տարածքով անցնելու պայմաններում առանց որևէ պայմանավորվածության այդ բեռը ով է ապահովագրելու, որ այդ տարածքը անցնի, ռիսկը ով է իր վրա վերցնելու, ստացողը թե ընդունողը, բանը թե արտահանողը։ Հարցը լուծված չի։ Ամեն անգամ կարա մի հատ բեռ թողի, հետո կարա չթողի։ Լուծված չի, ժողովուրդ ջան։ Իսկ թրիփի հարցը խիստ անորոշ է։ Տեղից էլ այնպես չի, որ հիացած էինք այդ պրոյեկտով, որ ասիկան Ամերիկայի Միացյալ Նահանգներին 99 տարով տալ եւ ավելի շատ Ադրբեջանի շահերը սպասարկել, բայց նույնիսկ այն ինչով որ հիացած չէինք, սկի դա չի ստացվում։ Դրա համար ժողովուրդ ջան, առաջիկա ընտրությունների հետ կապված տեսնում եք Նիկոլ Փաշինյանը որևէ առիթ բացի չի թողնում, որ այս ամեն ինչը ներկայացնի եւ դրա համար մենք էլ ասում ենք, որ այո, եկեք մտածենք, որ պետք է ունենանք այլ ընտրանք, այո, որ դա լինի այլ ընտրանք թե այս իշխանությանը, թե ռուսամետ ընդդիմությանը, հստակ ներկայացնենք ծրագրերը եւ նրանք ովքեր կաջակցեն, ես նկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի ընտրացուցակի մեջ ներգրաված եմ նաեւ ես Դա է հենց հարցը, որ մենք կարողանանք հանրությանը համոզիչ ձևով ներկայացնենք, որտեղ ակտիվ մասնակցությունն է որոշելու ճակատագիրը։ Ու պետք չէ ասել մեկը մասնակցենք, չմասնակցենք, ոչ մի բան չի փոխվելու, ուժեղը նա է կամ ուժեղը նա է։ Դուք տեսաք թե ուժեղը ով էր։ Ուժեղը Օրբանն էր, որ այսօր իրանց տանն է։ Պետք է Աստված կանչի, որ բանտում էլ չհայտնվի։ Հնարավոր չի, որ ինքն այս բաներ արած չլի, որ դրա հարցը չառաջանա։ Այդ ձեր պատկերացրած ուժեղը նա էր։ Դե ով կարա հաղթի։ Տրամպը թիկունքին կանգնած, Պուտինը թիկունքին կանգնած, ով էլ նրան կարա հաղթի։ Տեսակ ով հաղթեց, ժողովուրդ ջան։ Ժողովուրդը հաղթեց։ Ու դա շատ կարևոր է։ Դրա համար նաև այն մարդիկ, ովքեր հնարավորինս ավելի շատ օգնեն, որպեսզի մենք կարողանանք մեր խոսքը տեղ հասցնենք։ Նրա համար եթե հավանում եք սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյանի YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք ձեր մոտիկների շրջանում, ովքեր որ նաև տեղյակ չեն։ Շատ-շատերը ինձ գրում են, ասում են, որ մենք լավ ակտիվ աշխատանք ենք տանում։ Շատ շնորհակալ եմ դրա համար, բայց հավատացնում եմ, իրոք հավատացեք, որ այդ աշխատանքը անում ենք մենք միասին մեր բոլորի աշխատանքն է դա մեր ծրագիրն է, դա ձեր ծրագիրն է, դա ձեր երեխաների ապագայի ծրագիրն է։ Այսինքն սա որևէ մանդատի կռիվ չի, որի համար մենք պետք է մտնեինք դրա տակ, իմաստը ընդհանրապես գոյություն չուներ։ Այլապես մենք կմտածեինք, թե այդ մանդատը ում վրա վաճառենք։ Ինչպես տեսնում եք, ի սկզբանե կատեգորիկ փակել ենք այդ թեման։ Չի լինելու նման բանակցություն ոչ այն կողմի հետ, ոչ այն կողմի հետ։ Այո, սա ձեր ծրագիրն է։ Եվ դրա համար նրանք ովքեր նաև ֆինանսական աջակցության ցանկություն կունենան նյութի նկարագրական մասում նաև կա թե Patreon համակարգ, թե PayPal համակարգ, թե արագ փոխանցում, թե բանկային փոխանցման համար կարելի է գրել նվիրատվություն, որ հասկացվի նպատակը ինչի համար է դա արվում,
իդրամով, քարտային, մի խոսքով բոլոր հնարավոր տարբերակները, բայց շատ օգտակար գործ կլինեք իմ նյութի նկարագրական մասում կա նաև Հայաստանի Շնորհապետական կուսակցության ակտիվի այն տվյալները, որով կարող եք կապ հաստատել եւ նաև իմանալ ինչ պետք է անել նաև կուսակցությանը աջակցելու հետ կապված, նաև կապվել Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, իր հետ ովքեր կապ ունեն, հնարավորություն ունեն, մտածեք ինչով կարող է օգնել, ցանկացած օգնությունը կարևոր է, սկսած բուկլետ ֆլայեր բաժանելուց վերջացրած տեղում կազմակերպական բաներ անել, մինչև ֆինանսական աջակցություն ունել, ամեն ինչի մեզ համար շատ կարևոր է, որովհետև տեսնում եք ինչպիսի անհավասար պայքար ենք մղում եւ այն դեպքում, երբ որ որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնի մտածի ասի, իսկ կարող եմ ես օգնել, բայց պայմանով որ իմ ուզածը անեք, բացառվում է դա, որովհետև այդ դեպքում մենք կդավաճանենք առաջի հերթին մեզ, մեր սկզբունքները եւ ձեզ, որովհետև դուք մեզ նման բան չեք պատվիրակել, որպեսզի մենք որևէ մեկի պատվերը կատարենք, չենք անի մենք եւ բնականա չեք էլ ուզենա որ անենք մենք։ Այնպես որ անցնենք առաջ, շատ հարցեր կան։ Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչի 47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ընթացող ինտենսիվ բանակցություններում Իրանը բարեխղճորեն ներգրավվել է ԱՄՆ-ի հետ պատերազմին վերջ դնելու համար, սակայն երբ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից ընդամենը մի քայլ էինք հեռու, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության եւ շրջափակման, զրո քաղված դասեր, բարիկամքը ծնում է բարիկամ, թշնամանքը ծնում է թշնամանք։ Իհարկե հիշում եք, որ ասում ենք բանակցության ժամանակ ոնց են համաձայնության գալու, եթե հարցը լուծված չէ։ Իրանը հարցը չի լուծել, միշտ այդ վտանգը կա Ամերիկայից եւ Իսրայելից, Իսրայելն ու Ամերիկան հարցը չեն լուծել, միշտ վտանգը տեսնում են Իրանի հետ կապված, չի լուծվելու այդ հարցը, չի լուծվել։ Եվ այս պարագայում հիմա մեզ համար դժվարություններ է առաջանում, սահմանափակումներ, Օրմուզի նեղուց փակել, մնացած նավահանգիստներ փակել, բայց չէ որ մենք Իրանով նաև որոշակի առևտրաշրջանառություն ունենք, ապրանքաշրջանառություն ունենք, բայց ոնց ենք անելու։ Չի կարող մեր վրա ազդեցություն չունենալ, եթե այս ձևի խստացվում է։ Թրիփից է խոսում Նիկոլ Փաշինյանը, այսօր մենք տեսնենք, թե Ամերիկան Իրանի հետ ինչից է խոսում, ինչից է խոսում, դա այսօր իրատեսական է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Լևոնը պետք է շնորհակալ լինի, որովհետև ինչպես բոլորը գիտեն, նրա պապը ընտրվել է շոկային անակնկալ է, նկատուն է Լեոն 14-րդ պապին։ Նա պապ դառնալու ոչ մի ցուցակում չկար եւ եկեղեցու կողմից այնտեղ նշանակվեց միայն այն պատճառով, որ նա ամերիկացի էր եւ նրանք կարծում էին, որ դա կլինի Դոնալդ Թրամփի հետ հարաբերվելու լավագույն միջոցը։ Եթե ես չլինեի Սպիտակ տանը, Լևոնը չէր լինի Վատիկանում։ Չէ, այդքան համեստ պետք չի լինել, էլի ժողովրդյան։ Եթե դու չլինեիր Սպիտակ տանը, ոչ թե Հռոմի պապը չէր լինի, այլ ասկի Հռոմը չէր լինի։ Հռոմը ոնց կարող գոյություն ունենար, եթե Դոնալդ Թրամփը չուզենար, ժողովրդյան։ Այն ասում են հավերժ քաղաք, բան, այդ ուրիշ բան է։ Հիմա այդ ամեն ինչը որոշում է Թրամփը, ով կլինի, ով չի լինի։ Եվ փաստորեն ինքը ցույց է տալիս, որ մարդիկ ընտրել են հաշվի առնելով, որ Թրամփի հետ հարաբերությունները լավացնեն։ Այս աշճանի կոպտագույն միջամտություն եկեղեցական գործերին եւ այս աշճանի գեր կարևորել իր նշանակությունը, որ իր այդ հարաբերություն հաստատելու համար այսպիսի որոշում են կայացել Հռոմի պապեն ընտրում շատները միջև կյանքի վերջ։ Եղել է բացառություններ, որ նաեւ հրաժարվել են։ Բայց հաստատ Ամերիկայի նախագահը տասնամյակներով չի կառավարում, էլի որ Ամերիկայի նախագահի համար նման ընտրություն կատարեն։ Ես չեմ ուզում մի պապ, ով կարծում է, թե նորմալ է, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Ընդհանրենք չես ուզում, ինչ ես առաջարկում։ Հո Նիկոլ Փաշինյանը չես ասես, ես սենց եմ ուզում, սենց պետք է լինի։ Ես չեմ ուզում մի պապ, ով կարծում է, թե սարսափելի է, որ Ամերիկան հարձակվել է Վենեսուելայի վրա, մի երկրի, որը հսկայական քանակությամբ թմրանյութեր է ուղարկում Միացյալ Նահանգներ, եւ որ ավելի վատ է դատարկում է իր բանտերը ներառյալ մարդասպաններին, թմրավաճառներին եւ մարդակերներին մեր երկրի մեջ։
Ես չեմ ուզում մի պապ, որ քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին, որովհետև ես անում եմ հենց այն, ինչի համար ընտրվել եմ հաղթանակով, սահմանելով հանցավորության ռեկորդային ցածր ցուցանիշներ և ստեղծելով պատմության մեջ ամենահզոր ֆոնդային բորսան։ Լևոնը որպես պապ պետք է իրեն հավաքի, օգտագործի ողջախոհությունը, դադարի հաճոյանալ ռադիկալ ձախերին և կենտրոնանա հզոր պապ լինելու վրա, այլ ոչ թե քաղաքական գործչի։ Դա նրան շատ է վնասում և որ ավելի կարևոր է, վնասում է կաթոլիկ եկեղեցուն, եզրափակել է Թրամփը։ Իհարկե, այն, որ Ամերիկայից է ընտրվել, հաստատ իր ազդեցությունը չի այդտեղ կարևոր, վերջի շրջանում այդպես եղել է, որ ոչ իտալացի են ընտրել։ Դա էլ ունի իր պատմությունը 1523 թվականից այսկոմ մինչև Հովհաննես Պողոս II 455 տարի միշտ ընտրվել են իտալացիներ։ Բայց Հովհաննես Պողոս II-ին Լեհաստանից բերեցին, իհարկե դա էլ ուներ իր պատմությունը 78 թվականին Սալեդարնը շարժումը հիշում եք Լեհաստանում սկսվեց 80 թվականին Լեխ Վալենսիան Գդանսկի մեխանիկը էլեկտրիկ էր իքչել, բայց նաև խնդիր կար, որ պոկենք Լեհաստանը խորհրդային միության ճիրաններից, բայց ով էր ինքը Լեհաստանը այդ ժամանակ արևմուտքի համար, իսկ Հովհաննես Պողոս II դառնալով Հռոմի պապ, մի հատ ամբողջ ճանապարհ բացեց Լեհաստանի առաջ։ Այո, 455 տարի միայն իտալացիներ են եղել, բայց դա կոտրվեց, Լեհը ընտրվեց Հովհաննես Պողոս II եւ նաեւ խիստ կասկածելի պայմաններում իտալացի Հովհաննես Պողոս I-ը 33 օր պաշտոնավարելու ժամանակ շատ պատահաբար մահացավ, շատ կասկածելի հանգամանքներում, այսինքն շատ օրհասական էր, որ Հովհաննես Պողոս II-ը ընտրվի Լեհաստանից, բայց դրանից հետո արդեն նաև մենք ունեինք այլ պրակտիկա, ավելի լավ Իտալիայի ազդեցությունը Վատիկանի վրա, որպեսի ուղակի կամ անուղակի մեջ չլի, ավելի շատ ընտրենք դրսից, եւ պատահական չէր հաջորդը գերմանացի էր, Բենեդիկտոս 16-րդը, նրանից հետո արդեն Ֆրանցիսկոս Պապը Արգենտինայից եւ Լևոն 14-րդը Ամերիկայից։ Այնպես որ Դոնալդ Թրամփը լավ կլինի, որ մտածի այդքան էլ իր շահերից չի բխում, հիմա էլ իր հետ հարաբերությունները վատացնի։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը իր հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղակի հարձակումից հետո ասել է. «Ես կշարունակեմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ, ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը եւ պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները։ Կխնդրեի արդարացի լուծումներ գնալու համար։ Ես չեմ մտնելու բանավեճի մեջ, ասածներս որևէ մեկի վրա հարձակում չեն։ Ես բոլոր մարդկանց հրավիրում եմ փնտրել խաղաղության եւ հաշտեցման կամուրջներ, կառուցելու, պատերազմից խուսափելու ճանապարհներ, ցանկացած պահի, եթե դա հնարավոր է»։ Լևոն 14-րդ Պապը խոստացել է շարունակել այն, ինչը համարում է եկեղեցու առաքելությունն այսօրվա աշխարհում։ Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից կամ ավետարանի ուղերձի մասին բարձրաձայն խոսելուց, ինչը անելու համար ես այստեղ եմ, ինչի համար եկեղեցին այստեղ է։ Մենք քաղաքական գործիչներ չենք, մենք արտաքին քաղաքականության մեջ գործ չենք ունենում նույն տեսանկյունից, ինչպես նա կարող է հասկանալ, բայց ես հավատում եմ ավետարանի ուղերձին, որպես խաղաղարար հայտարարել է Հռոմի Պապը։ Այսինքն երևի այս մի մարդն էր մնացել, սրա հետ էլ հարաբերությունները փչացրեց Դոնալդ Թրամփը, տեսնենք թե դրանից հետո ոնց է հարցերելու։ Չնայած դե նենց չի, որ ինքը արդեն անմիջապես նկար էր տարածել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկար է հրապարակել, որում պատկերված է Հիսուս Քրիստոսին հիջեցնող կերպարի տեսքով։ Նկարում ամերիկացի առաջնորդը մի ձեռքով դիպչում է հիվանդանոցի վերնաշապիկով պառկած տղամարդուն, իսկ նրա ափերից լույս է շողում։ Նկարում Թրամփին շրջապատում են ամերիկացի զինվորականը, բուժքույրը եւ աղոթող կինը, իսկ հետևի լուսանկարում պատկերված են ամերիկյան դրոշը, արծիվը, ազատության արձանը, կործանիչները եւ հրավառությունը։ Վերջ, այստեղ ասում են աստղայինը տարել է այս մարդուն, ինչ ասեմ, Ժորժ ջան, երևի ինքը հենց գիտի այդ երկրորդ պաշտոնավարումը իր երկրորդ գալուստն է, էլի, այսինքն Թրամփի երկրորդ գալուստի հետ կապված ինքը արդեն սրբադասվել է, չէ՞ սրբադասվել է, նա ինքը արդեն Հիսուս Քրիստոսն է։ Դա համարեցեց մատաթափ տալի Լևոն 14-րդի վրա։ Ժորժ ջան, պատկերացեք ինչ հույսեր են կապել Ամերիկայի հետ, ինչ հույսեր են կապում Ամերիկայի նախագահի հետ, նոր աշխարհակարգի հետ կապված ինչ լրջություն ենք ակնկալում, ինչ քայլեր ենք ակնկալում, այս մարդը ինչով է զբաղված։ Հազիվ ենք մեզ պահում, որ մեզ
չհիասթափվենք, էլի, նես հուսախապ չլնենք, բայց ինչ արած դե պետք է դիմանանք, էս է մեր վիճակը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է. նավերի ցանկացած մոտեցում Հորմուզի նեղուցին կդիտարկվի որպես հրադադարի խախտում եւ կարժանանա կոշտ պատասխանի։ Իրանն ամբողջությամբ վերահսկում է նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Այսինքն Իրան կատեգորիկ կերպով հակադարձում են Ամերիկայի նախագահին, որն ասում է Հորմուզի նեղուցը հիմա եթե չենք կարողանում բացել, ուրեմն մենք ամբողջությամբ կփակենք։ Հիմա դա պատկերացնում եք ինչի կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման, հազարումի բարդությունների ու խնդիրների, եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ վստահության կորուստի, որ ես ինչ ես անում։ Բայց դու մեր ընկերն ես, դու պետք է երաշխավորեիր, որ դա աշխատի, չես կարողանում Իրանի հետ լեզու գտնես, բացես, ամբողջությամբ փակում ես։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ մաքսատուրքեր կսահմանի, եթե վերջինս օգնի Իրանին։ Պարզաբանել է, որ նկատի է ունեցել Չինաստանին, երբ ասել է, որ յուրաքանչյուր երկիր, որն աջակցում է Իրանին կամ Իրանին ռազմական տեխնիկա է մատակարարում, կբախվի իր արտադրանքի նկատմամբ 50% մաքսատուրքի։ Այո, դա Չինաստանն է եւ հնարավոր է այլ երկրներ, բայց կոնկրետ այո, Չինաստանը ներառված է այդ ցուցակում, նշել է Թրամփը։ Այս մաքսատուրքերի բարձրացումը ոչ մի վնաս չի տալու Չինաստանին, բայց վնաս է տալու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ Մայիսից առաջ Չինաստանի հետ հանդիպման արդյունքում Դոնալդ Թրամփը հասկացավ, որ ձախողվում է այն բանակցային փաթեթը, որով նստելու է Չինաստանի հետ խոսի, որտեղ Իրանի հետ կապված հարցը չլուծեց, նավթի վերահսկողություն չվերցրեց իր վրա Վենեսուելա գումարած Իրան, ել չեմ ասում արաբական երկրներն են նաև Պարսից ծոցի, եւ այս պարագայում դրանով պետք է գնար նստել բանակցությունը, հիմա ոչ մի բան չի ստացվում։ Արաբական երկրները նեղանում են Ամերիկայից, փակվում է իրանց նավթը չեն կարողանում հանել, Իրանը չի ենթարկվում Ամերիկային եւ այս պարագայում Չինաստանն էլ օգնում է Իրանին, Ռուսաստանը օգնում է Իրանին։ Լրիվ խառնելուց հետո հիմա արդեն ասում են մենք Չինաստանի սանկցիա կիրառենք։ Ինչ սանկցիա կիրառես։ Հիմա այսօր Չինաստանին դրանով խեղճացնելու ես։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմեր, իմ տեսանկյունից կենսականորեն կարևոր է, որ Հորմուզի նեղուցը լինի բաց, այլ ոչ թե փակ։ Սա մեզնից հեռու հարց չէ։ Ամեն անգամ, երբ նեղուցը փակվում է կամ բացակայում է ազատ նավարկությունը, նշանակում է, որ գազն ու նավթը չեն հասնում շուկաներ, իսկ գները բարձրանում են, ասել է Սթարմերը, նկատի ունենալով դա ուղղակիորեն վերաբերում է Մեծ Բրիտանիայի սպառողներին։ Մենք չենք ներքաշվելու պատերազմի մեջ, Միացյալ Թագավորությունը չի ներքաշվի։ Դա չի բխում մեր ազգային շահերից, քանի որ ես մտադիր չեմ գործել, եթե չկա հստակ օրինական հիմք եւ լավ մշակված պլան, հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Սա էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների լավագույն բարեկամ Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքը, որի նկատմամբ իհարկե Դոնալդ Թրամփը պարբերաբար քննադատաբար խոսումը անգամ համարեց, որ Քիր Սթարմերը տենց էլ Չերչիլ չդառավ, թե ինքը իրան որ համեմատեն, որ նախագահի հետ կհամեմատեն, էդ էլ թողնում եմ իր մտքի ֆանտազիային։ Իսկ հիմա այս ամեն ինչի դերակատարը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու։ Երեկ ես զրուցել եմ փոխնախագահ Ջեյ Վենսի հետ, ով զանգահարել էր ինձ իր օդանավից ուղևորությունից վերադառնալիս։ Դե ով էր կասկածում, որ առաջինը պետք է զանգեր զեկուցեր։ Հարցածագում հիմա մի քանի անգամ իհարկե Թրամփին զանգել է, բայց առանց Նեթանյահուի հաշվետվություն ներկայացնել, թե ոնց կլինի, հասնի տեղ նոր զանգի։ Նա ինձ մանրամասն տեղեկացրեց բանակցությունների ընթացքի մասին, ինչպես այս վարչակազմն անում է ամեն օր։ Ամեն օր իրան զեկուցում են ինչա կատարվում։ Ժողովուրդ չի թաքցնում այդ մարդը, որ ինքն է կառավարում Ամերիկայի այսօրվա վարչակազմը։ Մարդը չի թաքցնում, ինչի թաքցնի։ Նա ինձ փոխանցեց, որ նախագահ Թրամփի եւ Միացյալ Նահանգների համար կենտրոնական հարցը բոլոր հարստացված նյութերի դուրսբերումն է եւ այն բանի ապահովումը, որ Իրանում առաջիկա տարիներին իսկ հնարավոր է նաև տասնամյակների ընթացքում որևէ հարստացում չիրականացվի։ Քանի որ Իրանը խախտել է կանոնները, Թրամփը որոշել է շրջափակում եւ ծովային պաշարում սահմանել եւ մենք բնականաբար աջակցում ենք այդ հաստատակամ դիրքորոշմանը։ Մենք դաշնակից ենք աշխարհի ամենահզոր տերության հետ եւ միասին մենք ունակ ենք դիմակայելու ամենալուրջ սպառնալիքներին։ Իսրայելը գտնվում է իր հզորության գագաթնակետին, ասել է Իսրայելի վարչապետը։ Հիմա դուք կարծում եք, որ դա այդպես է եւ իրանք հասել են իրանց նպատակներին եւ ոչնչացրել են Իրանի իշխանությունները, ամեն ինչ արել են, նրանք այլևս ուռան չեն հարստացնում, բալիստիկ հրթիռներ չեն ստեղծում եւ դրոններ չեն արտադրում։ Ում եք խաբում։
Դուք բան էիք խոստացել, անեիք, մենք է տեսնեինք, ասենք դե ժողովուրդ ջան, իրանք ուժեղ են, արել են, նորմալ է, դե ինչ է, հետ է հիմա, այս իրավիճակն է, բայց դա չեք արել։ Չեք արել եւ նաեւ ընդգծված ձևով ցույց է տալիս, իսկ եթե շատ-շատերն ասում են Նեթանյահուն ճիշտ է, բայց Իսրայելը ճիշտ է, այդ ինչ մոլլեքի դեմ, ժողովուրդ ջան, Իսրայելը ճիշտ է, Իսրայելն ու Նեթանյահուն նույնն են։ Դուք Իսրայելի ներքին օրակարգին ծանոթ եք։ Նրանք բոլորը հիացական են Նեթանյահուի հետ կապված։ Նա նոր պատերազմ, եթե չհրահրի, նրանք կարող է դատեն։ Ոչ միայն դատեն իր կոռուպցիոն սկանդալների հետ կապված, որ ասեն լա միատարի պատասխան տու, այսին չի ենք այսօրին, այլ նաև նոր բաների հետ կապված, թե ինչի մտցրեցիր մեր երկիրը այս ամեն ինչի տակ։ Եվ պատահական չի, որ անգամ իր հարևան Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդան, Իրանից հետո Իսրայելը չի կարող ապրել առանց թշնամու։ Մենք տեսնում ենք, որ նրանք փորձում են նոր հռետորաբանություն մշակել եւ Թուրքիային հրճակել որպես նոր թշնամի։ Այսինքն իրանք էլ են անգամ գլխի ընկել, որ Իսրայելին պետք է նոր թշնամի, որովհետեւ եթե դա չի լինում, ինքը պետք է կարողանա իր հասարակությանը մոբիլիզացնել, ոնց է կարողանալու դա անել։ Այնպես որ ոչ Դոնալդ Թրամփին է ջողում այնպես անել, որ ասի Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է ինձ, որտեղ Ամերիկայի ժողովուրդը ինձ ընտրել է, ես ներկայացնում եմ այդ ամբողջ կարծիքը։ Այդ երկրի ներսում տիրող մթնոլորտը Դոնալդ Թրամփը չգիտի ինչ է կատարվում։ Բոլորը խրախուսում են, աջակցում են եւ ասում են ճիշտ ես անում իրանական պատերազմի հետ կապված, ոչ իրան են խրախուսում, աջակցում, ոչ էլ Բենյամին Նեթանյահուին։ Ուղղակի ինքը պարզապես ներքաշվեց, աշխարհն է ներքաշեց այս ամեն ինչի մեջ, շատ վտանգավոր զարգացումների հետ կապված, որովհետեւ ոչ մի պարագայում մեր շահերից չի բխում, որ Դոնալդ Թրամփը խայտարակ ձևով հետ քաշվի, ժողովուրդ ջան։ Որտե դա Ամերիկան է հետ քաշվում։ Բայց ինչից ենք խոսում հավաքական արևմուտք, բայց ինչից ենք խոսում նոր աշխարհակարգ։ Մենք Ամերիկայի խայտարակ լնելը մեզ պետք է։ Հա բայց հարցը չի լուծվում։ Ամեն օր նոր վտանգ, ամեն օր նոր խնդիրներ։ Ամեն օր Ամերիկայի Միացյալ Նահանգները իր բարեկամից թշնամի է ստանում։ Ամեն օր ստիպում է որ մնացածը համախմբվեն իդեմ Ամերիկայի։ Բայց սա է մեզ անհանգստացնում։ Եվ պատահական չէ, որ ասում եմ, եթե Ամերիկան ու Իրանը հարաբերությունները չնորմալացնեն, ինչ թրիփից ենք խոսում։ Պատահական չէ, որ նշեցի, որ Նիկոլ Փաշինյանը գործարաններին ասում է նոր հեռանկարներ է ձեզ համար բացվում։ Այսինքն դու չես տեսնում ինչա կատարվում։ Այս վիճակում գտնում ես, որ դա հնարավոր է։ Դրա համար ժողովուրդ ջան, պետք է այս ամեն ինչին ուշով հետևենք, հավատացնում եմ ձեզ չկա այնց հարց, որը մանրունք չկա ոչ մի հարցում։ Ի վերջո մենք միասին ապրում ենք իրար հետ միասին, այնպես չի որ միտեղ մի ամրոցներում ապրում ենք ու չգիտես թիկնապահներով շրջում։ Այն բոլոր խնդիրները, որ դուք ունեք, ոչ միայն գիտենք, այդ բոլոր խնդիրները մենք էլ ունենք, ժողովուրդ ջան, մենք էլ ենք ձեր հետ միասին ապրում։ Այնպես չի որ ամեն օր պետք է դրա մասին խոսանք, ձեր մոտ էմոցիա առաջացնենք, մենք ասում ենք ավելի շատ կարողանանք գլոբալ ձևով պատկերացնենք, թե ինչպես ճանապարհ գնանք, որ հարցը լուծենք։ Ձեր աչքի առաջ տեսակ Օրբանն էլ երկիր ուրիշ տեղեր տանում, Մաջարալնի երկիր ուրիշ տեղ է տանում։ Ահա եւ ընտրությանը ձեր աչքի առաջ որ տեղի ունի Եվրոպական երկրի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկրի։ Բա մեր համար պատկերացնում եք ինչքան սկզբունքային կարևոր է, ինչ ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթ ենք մենք ընտրում մեր երկրի ապագայի համար։ Դե ինչ այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։